Կարևանն տատամիրյա պարները դնելուա, չկատարել խոսալը նայում եք, երարամարական ասելը նայում եք, երարամարական ասելը, որ պետք է կան 300,000 ադրբեջանցի Հայաստանում բնակվեն։ Մեր հայրենակիցները տեղ չունեն մնալու, իրանց տները փակ են, նրանք պետք է 300,000-ը գան, մեզ մոտ որ բնակվեն։ Հիմի մի հատ էլ թազա բանն է, գույքարկը որ ավելացել է, Երևանում էլ գինը ոչ թե ասենք թե կադաստրային բանով են բարձրացել, շուկայական գնով, ու ասում են չես կարող վճարես, սախի գնա գյուղերը, գնա նոյեմբերյան մնա, գնա որտեղ ուզում ես մնա, այսպես որ այդ տներն էլ ադրբեջանցիներ գանալեն Երևանում մնալ։ Եթե մարդը աշխատել է, ստեղծել է, իրեն տունը ստացել է, դա դասախոսա, չգիտեմ գիտնական արվեստագետա, բան որ է, շինարարը, որը ստացել է, ուրեմն գոնե իր խորցերություն պետք է իր կյանք կարողանա տեղ վայելի, բարեկեցիկ կյանքով։ Ինչ հասարակ բան եմ ասում, որ արդեն մինչև 22 թիվը, 25 թիվը, ով դրանց հետո ով առնի, որտեղ փող ունի, թող դնեն 100%, 200% դնեն, բայց այն թոշակառուներ մեծ ասակը, որ տուն է ստացել, սովետական միության կոմիսիան, նրան պետք է հանգիստ թողեն իր խորցերություն վայելի։ Չլուծող խնդիր չկա, ժողովուրդ ջան։ Պրոստը այսօր հիմնական հարցը պետք է կարողանան ճիշտ կազմակերպեն, այս վիճակից դուրս գա, մեր ժողովուրդը մեղ կա։ Անդադ թանկություն, ուրիշ ոչ մի բան չկա։ Այս է իմ ասածը, որ եկել եմ ասենք թե հատ հանդիպելով գյուղերով մարդկանց, հաշվի առնելով, գնահատելով, որ ես իրենց հարցերին պատասխան եմ ասեմ, ունենք ծրագիրը կազմած, լավ թիմ ունենք, մարդկանց ունենք, կապ ունենք, ցանկություն ունենք, հնարավորություն ունենք, օդից չենք իջես, հողու ջրի մարդ ենք, զերոյից ենք սկսել, բանվորի տանիքից, արել ենք, հարը դրել ենք, զարգացել, դրա համար պետք է փոր, դրա համար պետք է կառավարել, կազմակերպել ու ամենքն լավ կլինի, ժողովուրդ ջան։ Եթե հարցեր ունեք, պատրաստ եմ, ձեր հարցերին պատասխանեմ, ժողովուրդ ջան, ասեք, ինչ հարցեր։ Հուսանք որ ամեն ինչ լավ կլինի, պարոն Սարոկյան, նախ բարով եք եկել Աչաջուր, ասեմ, որ Աչաջուրում խնդիրները շատ են, կոնկրետ եւ գյուղատնտեսության ոլորտում եւ ընդհանրապես պատկերացրեք, որ ռոկման ջրի մեծ խնդիր ունենք, անունը Աչաջուր է, բայց նույնիսկ խմելու ջրի մեծ խնդիր ունենք, բազմաթիվ են խնդիրները գյուղատնտեսության ոլորտում, եթե տարիներ առաջ ունեինք մինչև 250-300 հեկտար աշնանացորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-ից 2 հեկտար։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք, եթե գյուղնախարարություն չունենք, ինչի մասին ենք մենք մտածում։ Ապրես, դրա համար հիմնականն են ծարած, որ քանդվի։ Այո։ Գյուղնախարար չկա, մարդը պետք է գնա դիմի։ Այսօր պարարտանյութը սիլիտրան դառնա 13,000, սիլիտրան արժի 5,000, 6,000, թող գյուղնախարարություն լիներ, պատվիրեր, բերեր, տար գյուղապետին, գյուղապետներ իր ժողովրդին ըստ հեկտարի բաժաներ, ասեր տարցանի եղբաջան, ոչ թե 13,000, 6,000-ով, 7,000-ով, աշնաննել, բերկը կավակես, բերկը կծախես, կբերես մեր փող կտաս, որ հասկանան մարդու մատից, այսօր դու գնում ես 6 մեշոք մի հեկտարին, 7 մեշոք 13,000-ով առնես, Այդ ինչ այդ է ստանալու, ոչ էլ սերմ են տալի, ոչ մեխանիզացիա կա, սիլիտրեն տանք, այսպես ոնց որ սաղ թողեն գնենք կամ սաղ թողեն, որ չմշակեն, ամեն թանկությունն է լինի, ամեն չի լինի, 470,000 հեկտար հող ունենք, այսօր 140,000-ն է մշակում, մնացածը չի մշակում, այսօր գյուղացին բերք ու բարիք ստեղծող մարդը, սահման պահողն է, ժողովրդին կերակրողն է, նրան պետք է ուշադրություն դարձեն, հնարավորություն դարձեն, արտոնություն տան, դոտացիա տան, սահմանի վրայի մարդկանց պետք է հոսանքնել, գազնել, գույքարկնել, ինչ-որ զիջումների գնան, գոնե մարդ իմանալով, եթե մնում է, սահմանա պահում, ժողովրդի է կերակրում, ուրեմն իրան հաշվ են առնում, որ մարդը կարողանա աշխատի, իր ընտանիքը բարեկեցիկ կարգոպայել։ Ժողովուրդ ջան, դուք եք այստեղ ապրողը, դուք եք մտածում, դուք պետք է քայլ կատարեք, չեն ասում գնացեք հեղափոխությունը։ Ընտրությունը, ում վրա վստահ եք, ում ճանաչում եք, ում համոզված եք, ով իր խոսքը գործադարձ է, ով նայելով
մարդը կյանքում քարը չի դրե, մեծ դադար խոսում է, ես նայում եմ տուն չի կարում պայ, բայց այն ձևի է խոսում, որ մի հատ դնես Կովկասից տղա ջան, մի հատ ասա, դու քո երկրի համար ինչ ես արել, իսկի մի տուն չես կարում պայ, դու ոնց ես երկրից խոսում, կան որոշ մարդկանց վիրավորելով, այսօր ոնց որ վիրավորել ցեղ շպրտելը, բանադար է, այսօր ժողովուրդը արդեն զզվում է, ոչ ուզում է հայոյանք լսի, ոչ վիրավորանք, ոչ ինքը ցանկանում է լիարժեք, որ կարողանան իրաց մասին մտածեն, մի քայլ կատարեն, մարդու մատից մի փուշ անեն, մարդուն հնարավորություն տա, այս կյանքում կարողանա ապրի, վայելից, դեմքին շպիտ գա, իսկ այդ դադար խոսացողները, որ կյանքում քարը չեն դրել կարեն, նրանք ոնց կարան, այսօր որտե մտնում եմ, արածել ունեմ, դրատել ունեմ, աշխարհով մեկ կապել կա, ծանոթություն էլ կա, ես իմ ժողովրդը հպարտանում եմ, բայց այս վերջի պարագայում, այս վերջի ժամկետերում մեր հպարտությունն էլ չկա, մեր հաղթանակն էլ չկա, պարտված, խեղճացած, դադար խոսալուն պետք է չնայենք, ժողովուրդ ջան, այսօր էս է վիճակը, ձեր ցավը տանեմ, որոշողը դուք եք, արողը դուք եք, ապրողը դուք եք, ձեր ցավը տանեմ, կանեք, շնորհակալ ենք, ինչ վերցել ենք, մեր որ հասել ենք, ոչ մեկը դրանում չի կարող կասկածի, մեկին 10 ավելի լավ անել ենք, գործով ենք ապացել, կյանքով ենք ապացել։ Չեք տա ձեր ցավը տանեմ, էլի ձեր Սարուկյանն եմ, դուք եք ապրելու, ձեր երեսին եկել եմ աշկերին նայելու ասելու, էլի որ չանեք, էլի ձեր ցավը տանեմ։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իմ հնարավորության սահմանում միշտ էլ պատրաստ եմ օգտակար լինել, աջակից լինել ձեր ցավը տանեմ։ Կարևորը ես ձեզ նորից եմ ասում, մենք այսօր ամեն ինչ կորցրել ենք, անուն, հեղինակություն, պարտություն խեղճացած, աշխարհով մեկ։ Մենք պետք է ոտի կայնենք, մեր մեջքը պետք է ուղենք, դա մի ինքնին դեպքում, որ բոլորը մի մարդու պես կանգնեն, այն ներքին թշնամանքը, ատելությունը վերանա, իրար հետ բարի չեն, ես նորից եմ ասում, հիմա եթե դավաճանություն չկա, իրար մեջ հարևանացանոթ, պետք է մեկը մեկի նեղվածությունը դնեք մի կողմ, մի մարդու պես, հավաքվեք, խոսեք, քննարկեք, համոզվեք, ով կարանի նայլանի, գնալով ամեն ինչը քանդվում է, չի զարգանում։ Ես ասում եմ, հիմա մարդ պետք քաղաքից է նշանակում, որտից նշանակում որ կյանքում ոչ ժողովուրդ հետ շփվելա, ոչ աշխատելա, ոչ կարա կազմակերպի, մարդու մատից փուշանի, ոնց կարելի։ Պետք է մարզպետը որ տարածքից ընտրվի, տվյալ մարզում թող ընտրվի։ Այսինքն այն մարդը կընտրվի, որ ժողովուրդը ճանաչում է, ժողովուրդը հետ շփված լինի, լսած լինի, հասկանա, տիրապետի, որ մարդիկ էլ ասեն հալալա չէ, այ մենք մեր տեխնացիոնը իրան ենք տալի, որտեղ իրան ճանաչում են։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, Աստված պահապան, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, կարևորը պետք է դուք սպասեք դեպի լավ փոփոխություններ, ասում եմ, ես քայլը կատարել եմ, կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ գոնե մեր հայությունը աշխարհին ասելու բան ունենա, որ ոչ թե պարտվել ես, ոչ հիմա չկա, այլ մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք, որ մենք ասելու բան ենք, նայել թող պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, Աստծո կամոք 27 թվականին կբացենք, ամեն ինչ կփոխվի, կզարգանա, շարժ կլինի, ասում եմ միլիոնավոր տուրիստներ են գալու, այդ տուրիստներն էլ կան միլիարդավոր գումարներ ամնալու մեր երկրում, ժողովրդին ամնալու, պետությանն ամնալու։ Այդ է իմ նկատակը, ձեզ Ժողովուրդ ջան, անձրևակալի մի թրջվեք, շարժվենք, ձեր ցավը տանեմ։ Եթե ասեք ախտության։ Պարոն Սարոկյան, նախ եւ առաջ շնորհակալ ենք, որ ձեր ներկայությամբ պատիվ եք մատուցել մեզ գտնվելու մեր գյուղում եւ այն, որ դուք եք ձեռնարկել առավել եւս Քրիստոսի արձանը, դա ձեզ աստվածացրել է։ Երկրային կյանքում դուք նույն Քրիստոսն եք, երկնայնում մեր Հիսուս Քրիստոսը եւ կորկորատո բարձունքը Բրազիլիայի, որտեղ Քրիստոսի արձանն է, մեր հատիսի կեսն էլ չի հասնում, այնպես որ։ Հիմա մի բան ասեմ, շնորհակալ եմ, ու բացի դա, կարևորը ժողովուրդ ջան, փողի չափսը չի, տեսնելով, որ դա մեր էությունն է, մենք չենք կարող մեր եղած աշխարհին ներկայացնել։ Հիմա բացի դա, դրա կողքը մյուս արիտակել, նոյան տապանն եմ կառուցում, որ դա ամբողջ աշխարհը թնդացնենք, որ բոլորը կան տեսնեն, մենք ձեռագիր ունեցող, պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Երբ էլ կցանկանաք, տեղյակ պահեք,
պատրաստ եմ աջակցել, ձեզ ուղեկցել, որ մի քարել դուք դնեք, տեսնեք այդ հզորությունը, այդ գեղեցկությունը, որ պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին ցավոք տանը։ Դեղակ պայեք, Շնորհակալ եմ։ ես եմ շնորհակալ, զատված։ Ամեն ինչ լավ է լինելու, դուքները տեղը պայեք։ Նորից եմ ասում, Աստված մեզնից երես չի թեքելու։ Աստված պետք է կամենա, մենք առաջի քրիստոնյաներն ենք, կամենալու է եւ ամեն ինչ ընտիրա լինելու։ Հույսով, հավատով։ Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան։ Մենք ենք շնորհակալ։ Մեր գյուղից երիտասարդներ ունենք զոհված 44-օրյա պատերազմի ժամանակ, որից մեկը Շիրակ Գասպարյանի հայրիկը կառուցել է եկեղեցի, ընդամենը 50 մետր էստեղից վերև է։ Կխնդրեի, որպեսզի բարձրանանք, այնտեղ հայրիկն էլ մեզ այնտեղ սպասում է։ Մեծ ուրախություն, բարձրանք։ Մեքենայով գացան։ 44 Ասեք։ Չեմ նեղանում, հիմա դա ճակատագիր է եղել։ Ով ինչ կարա նայանում։ Ես չգիտեմ, նա ինչ է, դերասանա թե ինչ որ բան է։ Երկիրը պետք չէ ձևի մարդկանց։ Մեր ժողովուրդը մեղք է։ Մենք դա տեսել ենք, այսօր նայի անտրվիտա, գալով, լսելով, ասելով, սիրտս ցավում է։ Իմ ուզածը, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք ու անպայման դուրս կգանք։ Այո։ Աստծո կամոք։ Ցեխն ուսուցիչ եմ աշխատել։ Այո։ Միջև այդ 44 օրյան։ Այո։ Էտա դեվրից մի քիչ պարտ կա մնացել այդ գցել են դահակը։ Այո։ Ստիպված հողամասել եմ ծախել։ Այո։ Որ դահակից դուրս գան։ Այո։ Տունը 200,000 դրամ ծախսել եմ, չեմ կարող սեփականաշնորհը։ Այո։ Լամի իսկ Ղարաբաղցի մի հատ 10 միլիոնը տուզա սնանք են ճանաչել։ Նորմալ է դա։ Իհարկե ոչ։ Նա սնանք են ճանաչել։ Իմ 300,000 դրամի խաթուր փոխել դահակը, գրիս ֆոտոկոս ապրում։ Եղբայր, այնքան անօրինակ է, այնքան բաներ կա, ես այսօր ասելով, ինչ որ ցեխ շպրտելով, ես այդ մարդը չեմ ինչ ճիշտ հասկացել։ Դիմել եմ ես որ ինչ որ սնանք է, բան Այո, են ճանաչում։ սնանկության, Հա, այդտեղ բան են անում, իբր թե ասма դու մի անգամ մուծում ես արել։ Այո։ Դու ուրեմն կարաս մուծես։ Հա, ուրեմն գումար ունես։ Այսինքն ես բան եմ արել, էլի որ տալի մի անգամ մուծը։ Ես նորից եմ ասում, եթե ցանկացած պաշտոնում ճիշտ մարդիկ աշխատեն, փորձառու մարդիկ աշխատեն, մարդի դրության մեջ մտնեն, այսօր sense չի լինի։ Ես հիմնական սա բոլորը գիտեմ, պատկերացնում, հարկավոր է ճիշտ մարդիկ, ճիշտ կառավարում, որոշ հարցերի փոփոխություն եւ ամեն ինչ իրատեղում։ Տասնյակ հարցեր կա, չեմ ուզում։ Գիտեմ, հարցերը լիքն են։ Ցանկացած հարց լուծում ունի, միշտ մարդը պետք է իրան դնի դիմացինի տեղը։ Եթե այս վիճակում հնարավոր է ապրել, թե չա։ Այն օր ինձ թոշակի համար ասում 24,000 թոշակ եմ ստանում դրամ։ Ինձ դերն է թոշակից պահում են կատարում։ Ես ոնց ապրեմ։ Հիմա եթե մարդը եղածը սա է, ասում եմ, բա ոնց ասում ապրեմ, ասում ինչ, ասում եմ ուրիշ տեղ գումար ասում, չասում ուրեմն դու ֆոկուս չգես, ոնց կարա։ Մենք ես հեղափոխություն ինչի՞ համար ենք արել։ Դա ձևով հեղափոխություն էր բովանդակության ոչ, էլի, չէ՞։ Ձևով հա։ Տիգրան ջան, շատ երկարացնի։ Նորմալ է, ինչ գործերով զբաղվում։ Այդ բահը հա, Ժորժ ջան, ես նորից եմ ուզում ասել։ 10 միլիոնը նրա սնանք են ճանաչել։ Իմ 200,000 դրամը կողել են դահակի մեջ։ Ողա դու եզի հակառակ բաներ ես խոսացել, դա բանը տենց կա։ Արցախը մասնավոր չի։
Արմիկ ջան, արի։ Ձեզ համբերություն, ինչ էլ ասենք միևնույն այդ վիշտը կոսատում կա, այդ սպինկա, տղայից գիրքն է, բանոստերչն է, եթե ժամանակ ունենակ կկրտում։ անպայման կարդամ ձեզ համբերություն։ Պատվաբան տղա է եղել, ավարտել է 22 տարեկանը, Եվրոպայի 18 համակրաններ քննություն ատվել Հայաստանը, ընդունվել, ասես բաբ գնամ բանակ կամ։ Քեզ համբերություն, Բոլորից։ կարևորը հպարտությունն է, որ հայրենիքի համար, հողի համար, իր ազգի համար, դա ոչ թե գլուխ կախելու հպարտության, բայց այդ վիշտն ու ցավը, երբ այդ կոսոտում է, միայն ու միայն պետք է, որ ազգը հարգի, հիշատակի գոնե թեթևակի, քո այդ թեթևակի վիշտը թեթևացնի, ուրիշ բան չի կարա, դա ճակատագիր է, բայց կարևոր ասեմ, որպես հպարտ գլուխդ բարձր միայն մնում է, որ ժողովուրդը գնահատելով, հարգելով, որ քեզ մի քիչ տարված կաս, այդ ուրիշ։ Ժամանակները շատ են փոխել։ Կապ չունի, հարգողը հարգում է, բոլոր բան եւ ով չի էլ հարգում, բանի տեղ մի դեր։ Կարևորը ամեն մարդ պարտավոր է հարգելու, գնահատելու, այս ամենակարևորը։ Միայն ու միայն ինչ էլ ասենք, ինչ չասենք, այդ վիշտ, այդ սպինկա, քեզ առողջություն, ամուսնացած է, թե ամուսնացած չէր, չէր ամուսնացած։ Լավ, հայրենիքից ինձ որ գնացել, միացել այդ տղաների, լավ։ Փառք ու պատիվ իրեն, ինչ ասեմ, ինչ կարամ անեմ, ասենք, ցավում եմ, միայն քեզ համբերություն։ Իմ խնդրանքն է նա, որ դուք հզոր մարդ եք, հայրենիքի զինվորներին հարգեք, մի բան ստեղծեցեք, սահմանները պահեք, միակ բանն է տան, ես դրանց ոչինչ չեմ ուզում, ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, ես աշխատող ընտանիք։ Ուրեմն դրա համար հենց նույն մեր դրագրում կա, որ երիտասարդին անփորձ զինվորին ինչքան էլ որ ցանկանա, սահմանին կանգնելու իրավունք չունի։
Սահմանի վրա պետք է կանգնեն պայմանագրային ծառայողները, փորձ ունեցող ծառայողները, որոնք լիարժեք պատերազմել են, մասնակցում են, տիրապետում են։ Անփորձ ասենք, թե ոչ փորձ ունեցող տղային նվիրյալը հայրենիքի համար պատրաստ է, որը իրոք մենք դա տեսել ենք մեր տղաներին, որ այս վերջերում էլ մայրը մահացավ, ազգանունը Ռոբերտ Աբաջյան Ռոբերտ Աբաջյանի մայրիկայը, որ Արցախոսով լսում ես, կամանդիր հետ է խոսում, ասում է ես տեղ կմանամ, բայց չեմ ազդեմ, ստեղ հանձնողի ես, ու ինքը գրանտ տրակացնում, հասկանում ես, ոնց կարա դա ազգի հպարտություն, որ հերոսություն, որ մարդը իր սահմանի համար պատրաստ է իրակե, ոչ թե կինո է, իրականություն է, արժանեն իրենք հարգանքի մեծ իրանց հավը տանեմ, ձեռագիր են թողի, որ մեր հայ ժողովուրդը հպարտ կայլի, գլուխը բարձր կայլի։ Բայց ինչի հասանք այսօրին, հայերից 3-ից 2-ը դավաճանա, ինչի հասանք, որ հետը 78 թվին ծառայել եմ սովետական բանակում, Դալնի Վոստոկ, չեչեների էին, ընկերներ ունեին, լրիվ հետախուզություն, պարապած տղեկ են, նրանց ծնողները, նրանց երեխեքին պատրաստում էին կյանքի։ Այո, ես մի բան էլ ասեմ, ես ամեն ինչ գիտեմ, ուրեմն 20 թվականի հուզունիսի 5-ին ես ասացի, որ պատերազմա լինելու, երբ Ադրբեջանը Թուրքիայի զինավարություններ էին կատարում, ասի մենք 4 ամիս ժամանակ ունենք, պատերազմա լինելու, զոհերը լինելու, Ղարաբաղը հանձնելու ենք, հետո շրջափակումա լինելու, այնտեղ սովա լինելու, սա ասենք թե հիմա YouTube-ում գրած է, կա, ինձ ոչ մեկը չհավատաց, ոչ մեր ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, հունիսին ասնեմ, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերին պատերազմը եղել է, հետո շրջափակումն է եղել, հիմա ասում եմ, այս սկզբունքով շարունակենք, խաղաղություն չկա, եղբայր, Ալիևը պահանջներ ներկայացնում ամեն կանոնում եք, այս պտի տակ, եթե չէ պատը, 300,000 պետք է ասենք, թե գա 3,000 ադրբեջանցի բնակվի, Մասիսարը գերբի վրայից հանեք, ես իմ սահմանադրություն փոխեք, ասեմ, եթե այս վիճակով մնաց, մի տարի, 2 տարի նույն Արցախի ճակատագրին ենք արժանանալ, ուրիշ ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցի։ Ձեզ համբերություն եղբայր, համբերություն։ Շնորհակալ եմ։